Հալելույա։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք Հիսուսին, Տերը օրհնի քեզ։ Անպայման շփտակողքինի դու նստի Տիրոջ թանկ ներկայության մեջ։ Փառաբանություն դուք միշտ հրաշալի եք։ Տերը օրհնի ձեզ։ Աստված օրհնի ձեզ։ Հովիվ Տերենը ներկայացրեց ինձ։ Սենց ուրախալի է քեզ ասում են Մոսկվայի ներկայացնում են որտեղի ծառայող ես։ Ինչ ծառայության մեջ ես, բայց գիտես ինչն է ուրախացնում ամենաշատը ու քեզ էլ պետք է ուրախացնի դա, որ դու Աստծո մարդ ես, Աստծո գործի մեջ ես գնում։ Գիտես կապ չունի, որ դու եկեղեցու մեջ միգուցե տենց ծառայության մեջ չես, որ բեմում ես կանգնում, բայց որ քո սիրտը արդեն պատրաստ Աստծուն ծառայելու, որ դու գնում ես մարդկանց պատմում ես փրկության մասին, հա, Աստծո սիրո մասին դու արդեն ծառա ես ու դրանից մեծ ու պատվավոր գործ չկա։ Սիրելիս, ինձ ու քեզ համար։ Պատկերացրու ամենակարող Աստվածը քեզ մեզ ընդգրկել է իր գործի մեջ։ Դրանից ավելի պատվավոր բան չկա։ Ես չգիտեմ դու կարաս ունենաս լավ բարեկամ, լավ ծանոթ կամ լավ մեկը, որ քեզ կընդգրկի իր բիզնեսի, իր ծրագրերի մեջ, էլի լավ է։ Բայց մարդկային է։ Ինքը մեկը այն բարձրաստիճան տեղը չի գրավում, այն կարևորություն չի գրավում, ինչ որ Աստված է ընդգրկում քեզ իր գործի մեջ։ Հենց որ սիրելիս փափագի, պահի, որ դու Աստծո ծրագրի մեջ ես։ Մեկ որ սենց մտածում ես, ասում ես, լավ, ժամանակը գալու է, չէ, որ մարմնավոր կյանքը մարդուց տեղ ավարտվելու է։ Պատկերացրու գնալու ես երկինք մտնելուց քեզ ասելու են բարի հավատարիմ ծառա, երբ որ դու ստեղ նվիրված ես Աստծուն, համեցի։ Ու դու տենալու ես ինքդ զարմանալու ես, թե իբր թե ասես մեկ կնայես, ինչ եմ արել որ, բայց մեծ գործ ես անում։ Երբ որ արդեն Աստծո սիրով լցված մարդկանց պատմում ես փրկության մասին, այդ գիտես ինչքան կարևոր գործ է։ Որ գնում ես Աստծո եկեղեցու մեջ ես ծառայություն անում, ընդհանրապես քո սիրտը պատրաստ է Աստծուն ծառայելու։ Իսկ Աստծուն ծառայել նշանակում է իր խոսքը լսել ու կատարել։ Հիսուսը հիշում եք, հա ինչ ասեց, երբ որ եկան ասին, Հիսուս քո հարազատները, քո բարեկամները, քո մայրը, քո եղբայրները կանգնած, մի խոսքով այն մարդիկ, ովքեր որ քեզ շատ մոտիկ են, դրսում կանգնած են, ասեց, իմոնք նրանք են, որ հոր խոսքը լսում են ու կատարում են։ Սիրելիս, դա Աստծո պատվի գործն է մեզ։ Գնացեք, աշակերտեցեք, ավետարանեք, մարդկանց պատմեք փրկության մասին։ Իրականում այսօր մենք ավելի շատ ենք մեր կյանքում զգում այդ դժվար այդ բան կյանքը, քան թե առաջներում է։ Ես չգիտեմ, առաջներում էլ ա եղել դժվար ժամանակներ, բայց մեզ թվում է, թե իրականում տենց է վերջի ժամանակները ավելի դաժան է։ Ու գնալով ինչքան գնում ենք, այնքան դաժան է, զգացել ես։ Ոնց որ վախի հոգին ավելի սենց ուժ է հավաքի, ավելի մարդկանց վախեցնում է, ավելի։ Ու մեր գործն է, որ սիրելիս չդադարենք, համ ինքներս թույլ տանք, որ Աստծո հոգին միշտ մեզի խաղաղեցնում է, խաղաղիր։ Համ էլ մարդկանց գնանք ասենք, լսի գիտես ինչ փրկություն կա։ Այս կյանքը, հա, աչքերդ ինչ տեսնում ես, դա դեռ սկիզբն է։ Հիսուս ասեց, երբ որ կռիվներ կլսեք, եղբոր վրա կռիվ կգնա, կամ մեկը մյուսին հարազատին կսպանի, դա ամեն ինչի սկիզբն է։ Սիրելիս, ամեն ինչի սկիզբն է։ Ու մենք ինչքան Աստծուն կպած լինենք, ինչքան Աստծո մեջ գնանք, այնքան մենք պատրաստ ենք լինելու, այնքան մենք կանցնենք դրա մեջ, բացի այն հետներս էլ մի քանիսին կամ շատերին, ինչքան որ հնարավորություններս կների մարդկանց նույն փրկության մեջ պետք է տանենք։ Սա մեր կանչը։ Լավ է, ես նայում եմ, ասում եմ փառք Տիրոջը, որ դու ստեղ ես, միտեղ նայում եմ, որ դատարկ տեղեր կա, ասում եմ Երանի թե դատարկ տեղերը լցված լինի, որովհետև ինչքան շատ մարդ, այնքան շատ փրկություն, այնքան շատ պատրաստի նրանք, ովքեր որ Աստծո գործը կանեն։ Փառք Աստծո քո համար, սիրելիս, ես մի երկու բառով ուղղակի խոսում եմ, որ գնահատենք։ Երբեմն մենք հավատացյալներս մոռանում ենք մենք ով ենք ում կողմից ենք կանչված ու ինչի մեջ ենք կանչված։ Համար ոնց է, որ ով իմանց, հա, որ դու ինքդ քեզ ես դիմում։ Ես վերջերս բնավորություն եմ, ես ինձից թափեցնում եմ շատ իրավիճակներում։ Ասում եմ հենց զգաստացի։ Դու Աստված քեզ կարևոր գործի մեջ է տանում։
քո ամեն ինչում զգաստացի։ Ես չեմ ասում, որ ես գնում եմ մեղքի կյանքի մեջ, չէ, մեղքի համար փակ ասում։ Չէ, տենց բաների մեջ չէ։ Ասենք երբեմն մարմինը, հա, մարդ ես, մեկ կարող է ինչ-որ մեկին ուզենաս սենց մի թեթև կատակի ձևով ծաղրես։ Ով ես դու։ Իրավունք չունես։ Դու Աստծո ժողովուրդ ես, դու Տեր Աստծուն ցույց տաս։ Տիրոջ սերը պիտի ցույց տաս, մարդկանց հանդեպ պատիվ պիտի ցույց տաս։ Աստված մեր Հիսուսը դա սովորացրեց, նա ես չեմ տեսել, որ Հիսուսը մեկին նվաստացներ, ցավացներ, ծաղրեր։ Սիրելիս, Աստված կանչել է քեզ նախ արժեքա տվե։ Հետո ասել, որ գնա մնացածին էլ այդ արժեքը դուր թող մարդկանց մեջ կյանքի հանդեպ կրակը վառվի։ Տերը օրհնի քեզ, շատ ուշադիր ես լսում, ճիշտ ես անում։ Մենք Աստծո մասին ինչքան խոսանք, այնքան պիտի լցվենք Տիրոջով, ու այնքան զորանանք Աստծով։ Ու դա Աստված անում։ Փառք Հիսուսին։ Գիտես, սիրելիս, ես սահուն գալիս եմ այդ կանչի մասին եմ այսօր ուզում խոսալ, որ գիտես ոնց Աստված բոլորին է կանչել իր փրկության ճանապարհին։ Հիսուսը երբ որ խաչի մահով մահացավ, նա իր արյունը թափելիս չկա տենց մեկը, որ բացառություն էր, որ իր համար չթափվեց։ Այսինքն այս աշխարհի բոլոր մարդկության համար արյունը ինքը թափեց, որպեսզի ով որ հավատա փրկվի, Աստվածաշունչն ասում։ Ով հավատաց կփրկվի, ով ոչ արդեն դատապարտված է, հա։ Ու գիտես, ես չեմ խոսում այդ կանչի մասին, բոլորն են կանչված, ես խոսում եմ այն կանչի մասին, որ Աստված կանչում է քեզ ու տանում է այն կարևոր գործի մեջ, որ դու պետքա գնաս։ Ու գիտես խնդիրը ինչումն է, որ շատ մարդիկ այդ կանչը իրանք լուրջ չեն ընդունում։ Կամ հələ չկանչած են գնում։ Իրանք վեր են կենում ու իրանց գլխով Աստված ինձ ասել է, սենց արտահայտությունով ու գնացին։ Գնում են, բախվում են իրանց կյանքի դժվարություններին կամ ինչ-որ վատ բան անում, հետո դա կարող ազդի իրանց հոգևոր վիճակի վրա եւ այլ եւ այլ։ Դա շատ կարևոր է, որ եթե դու արդեն ինքդ էլ սրտով պատրաստ ես, որ Աստված ուր տանի, մենակ Աստծո կանչով գնաս, հավատա Աստված քեզ կտանի ու դու կհասկանաս ու կգնաս։ Բայց երբեմն կարա, ասենք կողքինիդ Աստված կանչի ինչ-որ գործի մեջ, դու նայես տնաս ինքը գնում է, դու էլ իր հետ գնաս, ասես դե ինքը գնաց, ես էլ գնամ, էլի Աստվածը կանչե, բայց Աստված իրանա կանչե։ Մեր օրհնությունը, մեր կարևորությունը ոչ թե մեր հասկացածի մեջ է, որ մենք գնանք մեր ուզածով, այլ Տիրոջ կամքի մեջ է։ Աստված կամեցավ, սիրելիս, գնա։ Կտեսնես քո կյանքի մեջ օրհնություններ, զորություններ, ամեն բան։ Հա, մի պատմություն կա, որը ուզում եմ կարդամ քեզ համար, սիրելիս, դա գրված է Ծննդոց գրքում, 12 գլուխ առաջի խոսքից։ Եվ Եհովա Աստված ասեց Աբրահամին. գնա քո երկրիցը եւ քո ազգականներից եւ քո հոր տանից այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ Եվ ես քեզ մեծ ազգ կշինեմ եւ քեզ կօրհնեմ ու քո անունը մեծացնեմ եւ դու օրհնյալ կլինես։ Եվ քեզ օրհնողներին կօրհնեմ եւ քեզ անիծողներին կանիծեմ եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն։ Այստեղ կանգնեմ։ Աստված դիմում է Աբրահամին։ Ասում է Աբրահամ, հիմա ես քեզի տանում եմ մի տեղ, որտեղ այդ տարածքը տալու եմ քեզ։ Ու տեղը լինելու այնպես, որ ով դու լինես նախ ինքդ օրհնված, հետո ով որ քեզ օրհնի, քեզ օրհնողին էլ եմ օրհնելու, բայց վայ նրանց, ովքեր քեզ կանիծեն, իրանց լավ բան չի, իրանք էլ անիծված կլինեն։ Զարմանալի բան է, չէ՞։ Այսինքն հստակ բան ավելի ճիշտ կասեմ, Աստված կանչում է Աբրահամին, ասում է Աբրահամ, վերջ, ես քեզ տանում եմ տեղ, պատրաստվի։ Ու այդ արկելը որ ասում է վեր կաց մենակ դու ազգականներից տել գնա։ Մենակ քեզ եմ կանչում։ Քեզ նշանակում է իր ընտանիքին, այլ ուրիշ ոչ մեկին։ Ազգական բան չկա։ Ու 4-րդ խոսքում գրված է եւ Աբրահամը գնաց ինչպես Եհովա նրան ասել էր, Ղովտն էլ գնաց նրա հետ։ Եվ Աբրահամը 75 տարեկան էր, Խարանից է դուրս գալիս։ Ոնց որ 4-րդ խոսքը անջատված լինի այն առաջի 3 խոսքից։ Աստված դիմում է Աբրահամին։ Ղովտ ջան,
Դու ուր գնացիր։ Այսօրվա խոսքը անվանել եմ այսպես. ուր գնացիր։ Դե պարզա, հա, Աստված դիմում է Աբրահամին, Աստված կարա, գիտես ոնց, քեզ դիմի։ Ասի, վեր կաց, ընտանիքդ հավաքի, քեզ տանում եմ Ռուսաստանի, չգիտեմ, կարող է ուրիշ քաղաք։ Հա, կարա նորմալ է, օրինակ ես մտածում եմ, քո մոտ հարց առաջանա, տե ջան, ես դու ես ասում։ Հələ մտ շտապեմ, մտ հասկանամ, հա, հաստատություն լինի։ Մեկ էլ հաջորդ օրը լսում ես, հովիվը գալիս է, ասում է, լսի, գիտես ինչ, քո մասին երազ եմ տեսել ընտանիքի, չգիտեմ, ոնց որ բանը, վեշը հետ հավաքած, տենց գնում էիր ինչ որ ուրիշ քաղաք։ Ահա, արդեն կարաս հասկանաս, հա, որ Աստված տես երկու տեղով բանով նույն բանի մասին խոսում է, որ դա Իրանից է, որ հասկանաս։ Այդ ժամանակ սելիս, արդեն կարաս հավաքես վեշերը դու գնաս։ Բայց որ տեսնում ես մեկին ուղարկում է ու դու էլ վեր կացած ասում ես դե ինքը գնում է, ուրեմն լավ տեղ է գնում, ես է գնամ, ես մտածեմ սիրելիս։ Դες աշխարհում օրինակ աշխարհում ինչ եմ շեշտում աշխարհիկ սկզբունքով ապրող մարդու, որ երբ որ տեսնում ես տենց բան անում, դա նորմալ է։ Ես հիշում եմ ինձ, երբ որ ես ապաշխարած չէի, որ մի բան կլիներ, ես կնայի, իմ բիզնեսը լավ չի ստեղ, պայմաններս լավ չի, մի անգամից առանց ինչ որ հետին մտքի գահավաքեի, ասեի գնացինք, Ժորժ ջան, տնեցիք, հավաքվեք, գնացինք, այս երկիրը, չգիտեմ, ստեղ փոթորիկ է, երկրաշարժ է, մենք ստե ինչ անենք, գնացինք այն ստեղ ապրելու, կվերկենայի, կգնայի։ Բայց ես երբ որ Աստծով ես ապրում, ուր գնաս։ Ենթադրենք, ես եկեղեցու մեջ Աստված քեզ բերել է, ուղարկել է, հատուկ եկել ես, միգուցե հենց տեղ ես ապաշխարի Աստված բերել է քեզ եկեղեցու մեջ, կարևոր ծառայություն է տվել։ Պատկերացրու, երկու հատ ձայներ ես լսում ու վեշետ հավաքում ես գնաս, բայց Աստված քեզ չի տարել, չի ասում գնա, բա քո ծառայությունով անելու։ Բա քո մարդկանց, ովքեր որ հələ ստեղ Տիրոջ կարիք ունեն, հələ փրկության կարիք ունեն, դու թողեցիր գնացիր, ում Աստված բա օգտագործի այդ գործ անելու։ Հա Տերը իր ճանապարհներն ունի, բայց քո բաժինով անելու։ Իմ բաժինով անելու։ Ես որ թողեցի գնացի։ Արդյոք ուղղակի ես մեկ-մեկ մտածում եմ այսպես։ Ես դու էլ երևի լավ կլինի տենց մտածես։ Ոնց եմ պատասխան տալու իմ Տիրոջը, երբ որ ինքը ինձ ծրագրեց, բերեց այս ճանապարհի վրա, որ ես տեղ պետք լինեմ ու ես գործ անեմ, ու ես առանց իրան հարցնելու ես թողեցի գնացի։ Ինչա կանգնելու եմ ասեմ Տեր ջան, գիտես ինչ, բա չտեսար ընդ ինչ էր կատարվում, ես ոնց մնայի այնտեղ։ Հա, այդպես է։ Աբրամը Աստծուց կանչված, Աստված ասում է տանում եմ քեզ տեղ, ցույց եմ տալու տեղ, երկիրը տալու եմ քեզի։ Վեր կաց, Ղով ջան, դուր գնացիր։ Եվ Աբրամը 12:6-9 խոսքեր։ Եվ Աբրամը անցավ այն երկրով միջև Սիվքեմ տեղը, միջև Մորեի կաղնին, եւ այն ժամանակ քանանացիներն էին այդ երկրում։ Եվ Աստված երևաց Աբրամին ու ասեց. Քո սերունդին պիտի տամ այս երկիրը, եւ նա այնտեղ սեղան շինեց Աստծու առաջ, որ իրան երևաց, եւ այնտեղից չվեց Բեթելի դիմացի Սարը եւ իր վրանը բացեց։ Բեթել ծովի կողմից եւ Գային արևելյան կողմից եւ այնտեղի Եհովայի համար սեղան շինեց։ Եվ Աստծու անունը կանչեց եւ Աբրամը չվելով գնում էր դեպի հարավ։ Աբրամը սիրուն գնում է այդ երկրովը, որտեղ քահանացին են, հա, Տերը տանում է ցույց տա, ասես երկիրը քեզ եմ տալու։ Ու ասում է քո սերունդին ցույց է տալիս, սերունդին տալու եմ ես հավիտյան իրանք օրտված են լինելու։ Աբրամը ինքը, որ Աբրամի մասին կարդում ես, ինքը հենց Աբրամ անուն տալիս ես, ոնց որ հավատքի հայրն է, հա, ինքը մենք էլ ենք ասում հավատքի հայր։ Հավատքի հայրը դա այն մարդն է, որ հավատքը ոնց որ իրանից է, հա, այն հաստատուն հավատքը իրանից է եկել։ Համար ինքը հայրն է։ Էլ ուրիշ հավատքի հայր Աստվածաշնչում ես չգիտեմ։ Իհարկե կան հավատքով շատ մարդիկ, որտեղ Հիսուսը անգամ մեկին ասում է, այսպեսի հավատք չտեսա, բայց որպես հայր, որպես սկիզբ, որպես հավատքի հաստատուն մարդ Աբրամի մասին է խոսում։ Ու Աբրամը այնպեսի հավատք ուներ, որ ինքը Աստծուն չասես, Տեր ջան, այս երկիրը լավ է, ինչ ես ինձ տեղից տանում այդ տեղը, էլի։ Նորմալ է, ստել եմ լավ ապրում։ Էլի օրհնված եմ, էլի քեզ հավատում եմ։ Ոնց կարաս ասես եկեղեցի հաճախում եմ, ստեղ էլ եկեղեցի կա, մեկ-մեկ ձեռի այդ մարդկանց ավետարանում եմ։ Նորմալ է, էլի, տնեցիկս բոլորը ստեղ են, բարեկամները ստեղ են, Տեր ջան, ինձ ինչի ես տանում ուրիշ քաղաք։
Բայց գիտես Աստծո ճանապարհները, դա մեր ճանապարհները չեն։ Ես չգիտեմ այդպիսի մարդ, օրինակ Աստվածաշնչով մեկը, որ Աստծուն հնազանդ գնում էր ու անում էր այն, ինչ որ Աստված էր ասում, ու իր կյանքում պակաս լիներ օրհնության։ Իհարկե Աստված հաճախակի մեզ էլ է թույլ տալի, որ մենք դժվարությունների մեջով անցնենք, բայց դա չի նշանակում, որ մենք օրհնված չենք լինի։ Դժվարությունը, օրինակ, տղամարդիկ ինձ լավ կհասկանան։ Երբ որ դու դժվարության մեջից անցնում ես, դու ինքդ ավելի քեզ տղամարդ ես զգում։ Երբ որ մի բան ծանր բան հաղթահարում ես, տենց է թե չէ։ Կանանց էլ, օրինակ դուք էլ, որ մի բանի մեջով անցնում եք, դուք էլ եք ձեզի ուժեղ զգում։ Ու Աստված թույլ է տալի, որպեսզի մենք ուժեղանանք, ոչ թե լինենք թույլ։ Աբրահամին նույնպես տանում է, ասում է, այս երկիրը քեզ եմ տալու։ Աբրահամը այնքան ինքը հավատքի առումով ու Աստծո հետ նենց լավ հարաբերություն ուներ, հələ Աստված հələ ուղակի ցույց է տվել, ասել է տալու եմ քեզ, հələ բան չարած արդեն սեղան է պատրաստում։ Ասում է Տեր ջան, ես իմ զոհաբերությունը մի հատ գլխից անեմ։ Զոհաբերող սիրտ ուներ համել։ Մի ուրիշ տեղ որ գրած է Մամբրեի առաջ նստած, մեկ էլ Աստված գալիս է, Աբրահամը մի անգամից շտապում, ասում է Տեր ջան, մի րոպե մի անցեք ինձանից, ես սեղան պատրաստեմ, հաց կուտեք, սրտդ գովացնեք, դուք գնաք։ Աբրահամին նայում ես, ասում ես եղբայրը Աստծո հետ ոնց որ ընկերություն էր անում։ Այս ինչքան ինքը սրտով տենց ուղիղ արդար, մաքուր, հավատքով, չգիտեմ ոնց որ Աստծո հետ ինքը իրան տենց բաներ թույլ տալու, Աստված սիրով ընդունում էր։ Սա ինչի՞ց է սիրելիս։ Ես չեմ կարծում, որ այն ժամանակները անցել է, հիմա չի կարելի Աստծո հետ տենց հարաբերություն ստեղծել։ Կարելի է, չէ՞։ Ինչը Աստված իր խոսքում ոչ թե գրած չի, որ մենակ Աբրահամն է ինձ հավատարիմ մարդ, մնացածը ուրիշ ձև կարակ լինեք։ Կարելի է, չէ՞ լինել։ Ինչքան լավ է, որ Աստծո խոսքը լսենք ու կատարենք։ Ինչքան լավ է, որ զոհաբերող սիրտ ունենք։ Ինչքան լավ է, որ վազենք Աստծո ասածի մեջ։ Ինչքան լավ է։ Որտեվ գիտես ինչ, ես շատ մարդիկ գիտեմ, որ իրանք չգիտեմ ինչ պատճառով, բայց փակ են։ Իրանց երբ որ Աստծուց խոսում ես, իրանք չգիտեմ ինչա կատարում, իրանք հասկացածին են ուզում կամ նվիրվում, կամ հասկանում, կամ ընդհանրապես փակ են։ Ես չեմ կարող կամ դրա բացատրությունը Աստված ինքը գիտի։ Բայց դու սիրելիս համ կանչին արձագանքել ես, համ Տիրոջ խոսքի մեջ ես, համ Աստծո եկեղեցում ես, համ որ ասում է, քեզ մի փոքր բան է մնում, լսես ու կատարես միջև վերջ։ Ու հետո գիտես ոնց, երբ որ եթե նայենք մենք այս ամենը անելուց, երբ որ մեր կյանքը մարմնավոր ստեղ ավարտվի, մենք դրա համար համարյա թե ոչինչ չենք ստանալու, դա կլիներ անիմաստ։ Բայց Աստվածաշնչում այնքան խոստումներ կա արդար այն մարդկանց, ովքեր միջև վերջ համբերեցին, որ մենք որ ուզենանք մարդկային պատկերացնենք այդ ինչքանն է, չենք կարող։ Բայց հավատում ենք ու գիտենք, որ մենք մեր բաժին օրհնությունները առնելու ենք։ Երկնքում էլ է, գիտես, ձեր հովիվը հաստատ խոսացած կլինի, երկնքում այնպես չի որ հավասարություն է, բոլորը գնացին երկինք ու դու քո կյանքը ամբողջ ստեղի եղած ժամանակը զոհաբերեցիր Աստծուն, նվիրվեցիր մեղքից, հեռացար, մարդկանց ավետարանեցիր, սուրբ ապրեցիր, Աստծո խոսքով ապրեցիր, դու էլ ես երկնքում նույն կարգավիճակում, մեկ էլ այն մարդը, որ վերջի վարքյանին Տերը ողորմեց, ինքը Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունեց գնաց երկինք, ինքն էլ անուր կարգավիճակում։ Տես բան չկա սիրելիս, դա սուտ է։ Դա սուտ է։ Ու Աստված քեզ պատվել է մի ուրիշ ձևի, հավիտենության մեջ։ Ու դա մեր այսօրվա կյանքից, մեր որոշումներից է կախված։ Որ ես գնամ իմ ուզած, իմ հասկացածի հետևից, թե ես գնամ Տիրոջ կամքի մեջ։ Որն է մեր գործը։ Եվ գալիս է ժամանակ 12 գլուխ 10-րդ խոսքում, այն երկրումը սով եղավ, եւ Աբրահամը իջավ Եգիպտոս այնտեղ պանդխտության բնակվելու համար, որովհետեւ սովը սաստիկ էր այն երկրում։ Այն երկրում սով է գալի։ Տեսեք, Աստված տարել է, ինքը գնացել է, ու այդ երկրում սով է լինում։
Հետարքիր է, չէ, երբեմն կարաս գնաս այդ ճանապարհի մեջ, որտեղ Աստված տանում է, ու այդտեղ նենց բան կատարվի, դու սենց քո մոտ հարց առաջանա։ Տեր ջան, այս որ ինձի բերեցիր ստեղ, կարող է հաշիվ չէր առել, որ չէր հաշվարկե, որ ստեղ կարող է սենց բան լինի։ Աբրամը մի հատ չի տրտմում։ Տենց է, Տեր ջան, գնացի ժամանակավոր Եգիպտոս, գնացի, որ բանդղտություն եմ գնում։ Գնում եմ բանդղտություն նշանակում է ժամանակավոր գնացել եմ մնա, որ հետո հետ է գալու։ Գիտի որ տեղը Աստված իրան օրդելու։ Գնում է, որտեվ սովը սաստիկ էր խոսքը ասում է։ Եվ հետո այդ ամենը որ վերջանում է 10 ծնդոց 13 գլուխ առաջի խոսքից։ Աբրամը վեր գնաց Եգիպտոսից ինքը եւ իր կինը եւ իր բոլոր ունեցածը եւ Ղովտն էր իր հետ դեպի հարավակողմը։ Այս ամբողջ իրավիճակների մեջ Ղովտը էլի Աբրամի հետ է, որ ասում է որտեղ Արուսն դել ես, բայց Ղովտը ոչ կինն է, որ այդպես իրանց ընտանիքի բարեկամ էր ընդամենը, բայց Աբրամի կողքից հեռու չէր գնում։ Գիտես, իմ համար ես Ղովտի մասին մի քիչ այսօր կխոսամ այն կողմից, որ ինքը ուղղակի իրան Աստված չէր ասել, բայց գնաց։ Չեմ ուզում Ղովտին իմ ու քո աչքից գցեմ, բայց ուզում եմ Ղովտի արած սխալը, որպեսզի մենք վերցնենք մեր համար, մենք չկրկնենք։ Որտեվ Ղովտին Աստված չասեց։ Չասեց Աբրահամ վեր կաց դու, քո ընտանիքը, Ղովտն էլ քո եղբոր որդին է։ Էլի արդար մարդ է, Աստվածաշունչը ասում է արդար է Ղովտը։ Էլի արդար մարդ է։ Քո հետ վերցրու, իրան տար, թող ինքն էլ քո հետ օրհնվի, էլի մեկաորտնված երկիր եմ տանելու։ Բոլորին էլ հերիքելու է իրան էլ տա։ Չէ, ասում է քո ազգականներից էլ վեր կաց գնա։ Դու ես գնում, քեզ եմ տանում։ Իմ համար շատ զարմանալի է, ես նկատել եմ լավ ծառայողների, անուններ հարգելի պատճառով չեմ տա, իմաստ չունի։ Լավ ծառայողների, որ տեսել եմ ինչ-որ եկեղեցիներում, մեր եկեղեցիներում ծառայության մեջ են եղել։ Կրակոտ, գիտես, ոնց որ սենց որ նայում ես, դե մարդկային նայում ես, այդ ծառայությունը ոնց որ հենց իր համար լինի։ Այդտես ծառայության մեջ մեկ էլ մի օր գնաց։ Թողեցին գնացին ուրիշ քաղաք։ Իմ համար, ես չգիտեմ, չեմ ուզում, որպեսզի դու ընդունես, որ Գարիկը տենց բան է, սաղ նայում է հասկանում է, չէ, սիրիս, ոքի իմ համար հարցը առաջանում, էլի, եթե դու կանչված ես այդ ծառայության մեջ, ու դու թողում ես գնում ես, դու կանչված ես այդ գործի մեջ, ու դու թողում ես գնում ես, ով անելու դա, իհարկե Աստծո գործը չի կանգնելու, էլի կանի, բայց ես իմ բաժին օրհնությունը չեմ առնի, եթե ես թողեցի գնացի։ Ես պատրաստ չեմ, օրինակ ես նախանձավոր եմ, Աստված էլ է թույլ տալի։ Տիրոջ գործի մեջ ես նախանձավոր եմ, սիրելիս։ Ես ուզում եմ, որ դու էլ նախանձավոր լինես, եթե չկաս։ Եթե էս տո Տերը հազարապատկի։ Նախանձավոր եղի Աստծո գործի մեջ։ Աստված թույլ է տալի, հենց այդ մի նախանձի բանն է, որ թույլ է տալի Տիրոջ մեջ։ Ես իմ բաժին ուզում եմ լավ անեմ։ Դու քո բաժինը լավ արա։ Հետո գնում են, Ղովտն էլ իր հետ, ես չեմ կարդա այդ մասը, նորից վերադառնում են այդ տեղը, այնպես ալնում դե որ օրհնված է, չէ, Աստված ասել էր քեզ կօրհնեմ, անասուններով, հարստությունով շատանում է, ու ինչա տեղի ունենում, բաժանում։ Գալիս է ժամանակը արդեն իրանց անասունների հովիվները, կենդանի պահողների, թե Աբրահամի, թե Ղովտի, իրար հետ արդեն կռիվ են անում, տեղը նեղված կա, չէ։ Կռիվ են անում, Աբրահամը կանգնում ասում է, Ղով ջան, դե դու իմ եղբոր որդին ես, որ քո հետ կռիվ չենք անի, հա, մեր բառերով ասած, արի, աչքիդ տեսած է, հետարքեր է, չէ, Աբրահամի սիրտը կանգնում է, որ ասում է, դու բանը, ընտրությունը դու արա առաջինը։ Որ սենց ընտրությունը տալիս են քեզ, առաջին նայում ես, դե լավն ես, չի ուզում լավ դիվերսես, բայց Աբրահամը ինքը չի անում առաջին ընտրությունը, տածնա դե զարմիկս է, հա, եղբոր որդի զարմիկ են ասում, հայերեն, հա, ասում է դու ընտրություն արա, Ղովտը դե նայում է ինչ պիտի տեսնի, աչքերը տեսնում է գեղեցիկ հերվից կրակով լույսերով ավելի ճիշտ վարված, երևի Սոդոմն ու Գոմորն է տեսնում, ասում է գնամ այդ երկիրը, գնում է, ես կարդամ եմ, և Ծնդոց 13 գլուխ 10 խոսքից։ Եղովտն իր աչքերը բարձրացրեց ու տեսավ Հորդանանի բոլոր շրջակայքը, որ բոլորը ջրած էր, եւ Աստված Սոդոմ եւ Գոմորը կործանելուց առաջ մինչեւ Սեգովը
Եհովայի դրախտի պես Եգիպտոսի երկրի պես էր, բարձրացնում տեսնում է այդ երկիրը։ Եվ Աստված ասեց Աբրամին. «Ղովտը նրանցից բաժանվելուց հետո աչքերդ բարձրացրու եւ մտիկ դուր քո եղած տեղից եւ դեպի հյուսիս եւ հարավ եւ դեպի արևելք եւ արևմուտք, որովհետեւ այդ բոլոր երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու եւ քո սերունդին հավիտյան»։ Ղովտը բացացեց աչքերը, տեսավ Սոդոմ Գոմորը, Աբրահամին էլ ցույց տալի Աստված ինչն է, որ իրանը հավիտյան է լինելու։ Ղովտը գնում է Սոդոմ ու Գոմոր սիրելիս։ Ինչ է տեղի ունենում։ Ես այդ պատմությունը երևի շատերը լավ գիտեք։ Ղովտը գնում է այդ երկիր, գեղեցիկ երկիր, ամեն ինչը լավ։ Դες մեկ-մեկ ու շատ հաճախակի տենց է լինում։ Օրինակ մենք մարդկային կանանք ընտրենք այն քաղաքը, որ գեղեցիկ է, ամեն ինչով զարգացած, ամեն ինչը տեղին, համ քո աշխատանքին էլ հարմար, համ էլ եկեղեցիկ է։ Ինչա կարաս գնաս այդ քաղաքում քո համար համապրես, բիզնեսդ լավ կլինի, դե եկեղեցել ձեր հետ կգնաս։ Օրինակ Ղովտը իր աչքով նայեց, դե որ պետք է գնա Աբրահամից բաժանվի, գնում է նայում է լավ բաժինն ընտրում։ Լավ բաժինը։ Ու գնում է այդտեղ։ Բայց ինչա տեղ ունենում սիրելի Ղովտի հետ։ Հաստատեն դա այն երկիրն է, որ ֆինանսով ու ամեն ինչով օրհնված էր, բայց մաքրություն, անարատություն, սրբություն չկար։ Ու արդար Ղովտը, որ Աստվածաշունչը ասում է, այդ երկրում ինչ պետք է անի, դի հոգեպես տանջվի։ Ոնց կարա հավատացյալ մարդը, Աստծո մարդը գնա այն երկիրը, որտեղ հա, ֆինանսապես ամեն ինչ լավ է, բայց որ աչքերը տարոտից երեկո տեսնում են վատ բան։ Ես չգիտեմ, ես քեզ կոչ կանեմ ավելի լավ է այն տեղերը, որտեղ որ մի քիչ աչքդ շատ վատ բան է տենալու, չգնաս։ Որտեվ ոնց է, աչքը տեսնում է 1, 2, 5, 10, մեկ էլ մի օր կարող է քեզ բռնացնես, արդեն մի քիչ բառերը լավ չի, որ շփվում ես սխալ բառեր արտահայտություն անող շրջապատի մեջ։ Մի քիչ մտքերդ արդեն ճիշտ չի։ Գիտես, ես ինձի որպես տղա, ես շրջապատներ կա, փոքր ժամանակից նենց եղել, որ տարբեր բաներում եմ մեծացել։ Հայաստանում մեծացել եմ, ունեմ ընկերներ թե մեր բակի, թե բանակի, թե մյուս տեղստեղ աշխատանքի, շատ տեղեր, նենց եղել, որ իմ կյանքը դասել է շատ ընկերական շրջապատներ ունեմ, բայց ես ինչքան մարդուց եմ ինձի կտրե։ Կտրե։ Որտեղ ես հասկանում եմ, ես չեմ կարա, չես կարա դու գնաս նստես այն շրջապատի մեջ, որտեղ բամբասում են ու դու ասես, չէ, ես մաքուր եմ, ես արդար եմ, իմ մոտ ամեն ինչ լավ։ Մի օր կներես ուղիղ ասեմ, դու ես դառնալու բամբասով, դի փախնես։ Աստվածաշունչը ասում է չար ընկերակցությունը ապականում է, բարի վարքը։ Ապականում է, պետք է փախնես ելիս։ Քո ճանապարհը, մեր ճանապարհը արդեն ուրիշ է։ Ես մի կարճ ժամանակ առաջ մի ընկեր ունեմ, իր այդ զրուցում է, ինքը ինձ այնպես եղավ, որ հարց տվեց, ասեց Գարիկ, հիմա այդ քո որոշումը հոգևոր կյանքով ապրելը վերջնական է, ասեմ այո, վերջնական է։ Բա ոնց է, դու էլ ոչ մի անգամ չի լինելու քո մոտ ձախ ու աջ։ Ասում եմ ոչ։ Ասում եմ դե ես տենց մի քիչ կասկածում եմ, ասում բայց խես տենց ասում։ Փաստորեն ունի օրինակ, ասում է գիտես ինչ, իմ մեծ եղբայրս ասում է տարիներ առաջ մենք բնակվում էինք ուրիշ քաղաքում, իմ եղբայրը զանգեց, մամաս զանգեց, ասեց եղբայրդ ուզում է քո մոտ գա, մեծ եղբայրդ։ Ուզում ես զարմացա իմ եղբայրը բնավորությունը բանը հասկանալով, ինքը պետք է որ մեր մոտ չգար, ասում է չէ, կգա իր մոտ բանա փոխվե, բա ինչա փոխվե, հավատացյալ է դառը։ Հա, ասում է դե որ տենց բանա փոխվե, կարող է ուզենա մեր մոտ գա։ Եղբայրը գալիս է իր մոտ, հավատացյալ։ Ասում է գիտեք ոնց էր։ Գիտես ոնց էր Գարիկ, առաջի 2 ամիսը իմ եղբոր մոտ, հա, մենք էլ ասում ապրում էինք այդ քաղաքում ընկերներով։ Մի քանի ընկերով երևի երիտասարդ տղաներ գնացել են այդտեղ փող աշխատելու, գումար աշխատելու, իրանց եղբայրներ գալիս է իրանց մոտ։ Ասում է ընկերներով որ հանգարց հավաքվում էինք, չգիտեմ ինչ էինք անում, կարթ էինք խաղում, բան հայոյենք էինք անում, մեզ մի մախբերը չի կարելի այդպես բաներ մի արեք, մի բան սխալ էինք խոսում, միանգամից բերաններից գալիս էր։ Տիրոջ պաշտպանություն թող լինի իր վրա։ Հա, ասում է բերաններից գալիս էր։ Ու անցավ 2 ամիս, ասում ես եղբայրը մեզ դիմացավ, մեզ հանդիմանում էր, բայց 2 ամիս հետո Գարիկ ջան, մեզանից շատ էր հայոյանք անում, ծխում էր, խմում էր։ Գիտես ինչի սիրելիս, որտեղ մնաց այդտենց
չար ընկերակցության մեջ, չար շրջապատի մեջ։ Ինչ է տեսնում մեր աչքերը, ինչ ենք տեսնում մենք, ինչ ենք մենք լսում։ Դու քեզ պետք է այդպես ճանապարհներից այդպես մարդկանցից հեռացնես։ Ես չեմ խոսում նրա մասին, որ այդպես մարդկանց դու չավետարանես։ Իհարկե լինում է, որ դու կարաս իրանց առանձին բռնացնես։ Շրջապատի մեջ մի քանի հոգու մեջ, մեկը մյուսից ամանչում ավելի քեզի կարող է իրանք ուզենան ծաղրեն կամ չգիտեմ ինչ անեն։ Չարը լավ գիտի ոնց քո վրա ազդի մարդկանցով։ Ավելի լավ փախնես։ Եթե հասկանում ես դու դե բան չես կարա փոխես։ Եթե իրավիճակը չես կարա փոխես, իրավիճակը քեզ է փոխելու սերես ավելի լավ է հեռանաս։ Այդ գիտես, այդ ժամանակ ես հասկանում եմ, որ դու պատվում ես, դու պատիվ ես անում Աստծուն իր խոսքը, իր կանչը, իր գործը քո կյանքում, որ դու արժևորում ես ավելի լինել Աստծո խոսքի մեջ արդար, մաքուր, անարատ, քան թե լինել այդպիսի շրջապատի մեջ։ Անգամ ասեմ ուզում եմ բարեկամ լինի, հարազատ լինի, ով ուզում է լինի։ Ես բարեկամ հարազատներ կա, որ երկար ժամանակ իրանց հետ չեմ շփվում, չեմ ուզում շփվել։ Կգա ժամանակը սրտից կառնեմ, որ կարող է իրանց Աստծու մասին պատմեմ կամ բաց կլինեն լսելու, նոր կպատմեմ։ Նոր կգնամ։ Չէ։ Չէ, սիրիս։ Գիտես ինչ, մի քիչ շատ եմ իմ օրինակները բերում, չեմ ուզում որ ընդունես, որ ես ինչ որ գովես եմ անում, ես գովում եմ Տիրոջը, որովհետև նա ինձ տենց զարքե, ես միջև Աստծուն չէի ճանաչում, ես տենց ոչ որոշումներ կունենայի, ոչ էլ տենց գործեր կանեի։ Ամեն, տենց որ Աստծուն որ նվում ես, Աստված էլ քեզ ուղղորդում է ու ճանապարհում է։ Ինչ եղավ մեր Ղովտի հետ։ Ղովտի եղբայրը, քանի որ արդար էր, գնում է այդ քաղաքը։ Գնում է այդ քաղաքը իր ընտանիքով, այդ քաղաքում բնակվում է, պետք է որ ամեն ինչ լավ լինի իր մտածածով։ Դե ինչ է, արդար է, Աստծո խոսքը պահում է, բայց գիտես, միգուցե իր վրա դե Աստվածաշունչը չի ասում, որ իր վրա դա ազդեցություն ունեցավ, բայց ես ասեմ, որ իր ընտանիքի վրա ունեցավ։ Երբ որ նայում ենք Ղովտին ու իր ընտանիքին, իր կնոջն ու երկու դուստրերին, իրանց ճանապարհները բռնած, ես հասկանում եմ, որ այդ Սոդոմն ու Գոմորը իրանց վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Շատ մեծ։ Որտեվ երբ որ Աբրահամը Աստծո հետ խոսում, ասում է Տերը հայտնում է, որ պետք է այդ քաղաքները կործանի, ասում է Տեր, արդյոք արդարներ որ լինեն այդտեղ կործանես։ Ասում է ոչ, եթե 50 արդար լինի, ոչ, մի խոսքով իջացնում այնքան 10-ի համար է չեմ ոչնչացնի, բայց 10 էլ չկա։ Այսինքն այդ քաղաքը, այդ տարածքը, այդ վայրերը այնպես էր կեղտոտվել, որ Աստծո համար, գիտես ինչ, ասում եմ, մեղքը այնքան էր շատացել, ծանրացել էր։ Գիտես, մեղքը փաստորեն Աստվածաշնչում ասում է կշիռ, մեղքը փաստորեն կշիռել ունի։ Այսինքն ինչքան մեղքը շատ է, այնքան ծանր է, այնքան զզվելի է Աստծո համար։ Մեղքը շատանալու պատճառով Աստված որոշում է վառի, որ հետքներ չմնա։ Ու այս Ղովտի ընտանիքը փաստորեն այդ մեղքի մեջ ինչ որտեղ միգուցե իրանց սրտի մեջ թույլ էին տվել, որ մեղքի հանդեպ համահունչ լինեն։ Ու երբ որ հրեշտակները գալիս են հանելու, զգուշացնում են անգամ, որ դուս գալուց հանկարծ չնայեք, հանկարծ հետ չդառնաք, հանկարծ մեղքի ճանապարհին չնայեք։ Այդ նայելու մեջ էլ գիտես մեծ խորհուրդ կա։ Ես գիտեմ մարդիկ, ովքեր որ ապաշխարելուց հետո սկսեցին նայել իրանց մեղքի կյանքը ու անգամ պատմել հաճույքով, որ գիտես ինչ այն ժամանակը նա ինչեր են կարել, այդ մեղքը որ հայացքդ գցեցիր նորից ինքը տենց բան է, մագնիսի բան ունի, հատկություն ունի քաշման նորից հետ։ Նայեց ու դառավ ինչ քարի արձան։ Գիտես, ուզում եմ մի փոքր հետ գնանք այս պատմությունը։ Խոսքի, այսօրվա խոսքը վերնագրել եմ ուր գնացիր։ Երբեմն մեր կյանքում էլ, գիտես, տենց կարա լինի, ոնց որ Ղովտը օրինակ ամենասկզբից, երբ որ Աստված ուղղակի դիմեց Աբրահամին, Ղովտին չէ։ Աբրահամ, վեր կաց, քեզ տանում եմ երկիր, որը քեզ եմ տալու։ Օրինակ պատկերացրեք, Ղովտը մնար այդտեղ։ Արդյոք կլիներ այսպիսի բաներ իր հետ, իր ընտանիքի հետ։ Ես կարծում եմ չէր լինի։ Ու ինչ եք մտածում, Աստծո համար առանձին Ղովտին ճանապարհ կլիներ թե չէ։
Ես մտածում եմ կարող է մի ուրիշ երկիր էլ հենց ղովտի Աստված պատրաստել ուրիշ տեղ տաներ։ Կամ կարող է հենց թողեր այդտեղ, որտեղ իրանք ապրում էին։ Այդտեղ ինչ որ իր ծրագրի բանի մեջ մտցներ։ Ինքան կարևոր է, սիրելիս։ Ինքան դա Աստված է որոշում, մենք չենք որոշում։ Ընտանիքում մի քանի օր առաջ բաներ տեղի ունեցավ։ Կինը, երեխա են մի քիչ հարցեր են տալի, ասեմ, լսեք, սիրելիս, հանգիստ պետք է լինենք։ Մենք պետք ենք այսօր Տիրոջը։ Մենք Տիրոջ եկեղեցում ենք։ Աստված հենց մեզ չի ասել տեղաշարժ եղեք։ Հա, ասում է, զգուշացեք, կզգուշանանք, մարդ ենք, զգուշանում ենք։ Բայց ես հենց նայում եմ մենք, սիրելիս, մեր եկեղեցու տեսիլքը ո՞րն է, որ մենք մեր հայ ժողովրդին մոտեցնենք Աստծուն, մեկ էլ հայ ժողովրդին մոտեցնենք հայ ժողովրդին, ազգին Աստծուն, հա? Հələ այդ գործը գնում է, ու ես այդ գործի մեջ Տիրոջ ողորմությունով ընդգրկված եմ։ Ուր գնամ։ Ես չեմ ուզում, որ նենց լինի, որ ես պատասխան չունենամ իմ Տիրոջը, որ ինձի մեկ տրվեց պատասխանատվություն, ու ես մեկն էլ չավելացնեմ, կամ իմ բաժին, ինձ տված բաժինը ես հավատարիմ ձևով չտանեմ առաջ։ Ասի սիրելիներս, հանգստացեք։ Ուրեմն պետք է, որ մենք հələ որ ստեղ լինենք ու մենք մեր ծառայության մեջ մեր սիրում գնում ենք։ Աստված կասի գնացեք, եւ ախ կգնանք։ Ոչ։ Գիտես, չեմ դադարում, ես աշխատում եմ, տուն եմ կառուցում։ Դրեցիկ ասում են, ես տունը խես կառուցում։ Կառուցում ենք։ Հիմա կգա ժամանակ, կպած չենք։ Գիտես, Աստված է ազատում։ Անկեղծ ասեմ քեզ, որ ես զարմանում եմ ինքս իմ բնավորության վրա։ Շատ եմ մատերիալնի բանի համար կռիվ արել ժամանակի միջև Տիրոջը կճանաչեի։ Հիմա ինքան Աստված ազատել է, որ իմ համար կապ չունի, եթե պետք լինի, թողեմ կգնամ։ Աստված է քեզ ազատում, սիրելիս, եթե քո սրտի մեջ հələ բան կա, հələ մտածում ես բայսի ոնց, բայնի ոնց, թույլ տուր թող Աստված լիովին sense քո սիրտը վերցնի, քո համար կդառնա այդպես։ Չկա ավելի թանկ, ավելի կարևոր բան, քան թե Աստծով լինենք։ Մենք Աստված ունենք, էլ մեզի։ Այս աշխարհում եմ որ ասում եմ, որ Հիսուս ունենք, ուրեմն ամեն ինչ ունենք։ Հիսուս չունենք, բան չունենք, ինչքան էլ որ ֆինանսական ապահովություն կամ տուն, մեքենա, աշխատանք ունենաս, դա ապահովություն չի։ Ապահովությունը Քրիստոսը է, սիրելիս։ Հա? Ասեմ, երբ որ Աստված կտանի, այն ժամանակ էլ կգնանք։ Այն ժամանակ էլ կգնանք։ Սիրելիս, միգուցե իրականում հələ ինչքան հայություն կա այս քաղաքում։ Փառք Աստծո, ռուսական եկեղեցիների համար իրանք ռուս ազգին մնացածին ավետարանում են, դուք էլ եք ավետարանում, բայց մենք կանչված ենք հային հիմնական մեր, հայերը բա մեր, որ Տիրոջը չեն ճանաչում, բա ոնց մենք իրանց Տիրոջը մասին պատմենք, Աստծուն բերենք, մեր գործը դա է։ Ուր թողենք գնանք։ Մարդու առաջ կարանք պատասխան տանք, Աստծուն ինչ պատասխանենք։ Հա? Եվ ովտը դուրս եկավ, կինը տենց աղի արձան դարձավ ու ինչա տեղի ունենում իր սերունդի հետ։ Իր աղջիկները Աստվածաշունչը ասում է, որ գին են խմացնում, պարկում են իրանց հոր հետ, որ սերունդ ունենան։ Գիտես, այդ ամեն բանը որ նայում ես, այդ տվյալ խնդիրը որ նայում ես, ասում ես, հələ ինչ աղջիկներ էին, այս ինչ վատ բան արեցին, կամ կինը հələ հետ նայեց նրանց, բայց այդ ամենը, գիտես ինչից սկսվեց։ Այն ճանապարհից, որը դուրս եկավ, որ ինքը Աստծուն չէր հարցրել, ոչ էլ Աստված էր տարել։ Երբեմն մարդիկ կարան լինեն, իրանց մոտ ոչինչ բան չստացվի, գիտես, տենց մարդիկ կան։ Գործ անում են Գարիկ եղբայր, ինչ գործ գալիս են, ասենք աղոթելու, խնդրում են, խոսում են, խորհրդակցելու, հա, ինչ գործ բռնում եմ, չի ստացվում։ Տուն եմ ուզում վարձեմ, չի ստացվում, ոչ մի բան չի ստացվում։ Ասում, միգուցե սիրելիս դուրս ես եկել այնտեղից, որտեղից որ դուրս չգայր։ Միգուցե պետք է գնաս այնտեղ։ Մի հատ նայի քննի քո կյանքը։ Մի հատ խնդրի Աստծուն աղոթի, ասա Տեր ջան, տուր ինձ էլի, ինչի չի ստացվում։ Ինչա իմ մոտ սենց։ Չի կարա լինի, գիտես ոնց դու Աստծով գնաս ու քո մոտ խնդիրներ լինի։ Եթե խնդիրներ կան այդպիսի, ուրեմն մի բան են չի։
Ուրեմն մի բան այն չի։ Պատկերացրեք ղովտը, որ դուրս չգար, համ ընտանիքը կլիներ, համ իր սերունդները օրհնված կլիներ, հետո դուրս է գալի երկու ազգությունա դուրս գալի, իրանք էլ տենց բան ազգեր չեն լինում Աստվածաշնչում, որ կարդաս։ Այսինքն այդ ամեն ինչը եկավ նրանից, որ ինքը մի օր դուրս եկավ գնաց այնտեղ, որտեղ Աստված չէր կանչել։ Ինչ բաժին ենք մենք ընտրում։ Գեղեցիկ, բայց կործանարար, թե Աստծու օրհնված։ Մեր ընտրությունը։ Մեր աչքերը հաճախակի են խաբում մեզ։ Մեր միտքն է հաճախակի խաբում մեզ։ Որտեղ մենք մարդկային ենք մտածում շատ ժամանակ, մարդկային ենք, այդ ուզում անենք, սխալվում ենք։ Իսկ երբ որ Աստծուց ենք անում, Աստծուն, գիտես ինչ, պետք չի մեր մտածած հրաշալի ու օրհնված գործերը, Աստծուն պետք է իր կամքը։ Իր կամքը, երբ որ անում ենք, այդ ամենը հետը լինում։ Ամեն փառք Տիրոջը։ Եվ մի պատմություն էլ կա, Հովնան գրքում է գրված, ստեղ էլ գիտես մի պատմություն է, էլի որ Աստված արդեն տանում է մի տեղ, որտեղ մարդկանց փրկության գործ է անում, որ երկիրը քաղաքը պետքա փրկվի, ես կարակ կանցնեմ, տեսնում ժամանակը մեր քիչ է։ Հա։ Ու մարդը ինչ անում։ Հովնանը գնում է այն ճանապարհի մեջ, որտեղ որ Աստված չի տարել։ Գնում է լրիվ հակառակ ճանապարհ։ Աստվածաշունչը ասում է Թարսիս։ Թարս բառից է հայերեն։ Թարս կողմ է գնում։ Թարս է գնում։ Ինչի, որտեվ ինքը իր մտածածով ասում այդ ժողովրդին, որ Աստված փրկություն է ուզում բերի, ինքը մտածում էր այդ ժողովուրդը երևի արժանի չի, ուր գնամ։ Տենց էր երևի մտածում։ Բռնում փախնում է։ Բայց գիտես ինչ, Աստված էլի ես մտածում եմ ինչի Հովնանին տարավ նորից ուղեց նույն ճանապարհի մեջ փրկության բերելու, որ համ ժողովուրդը փրկության կարիք ուներ, համ էլ իր սիրտը ճիշտ էր։ Ես մտածում եմ այդպես, որտեղ Հովնանը եթե լիներ ոչ ամբարիշտ կեղտոտի մեկը Աստված իրան չէր գրկի այդ դրա մեջ։ Ուրիշին կօգտագործեր։ Վերջը չասեց դու երևի քո մտածածով ես այդում կանգնի։ Տենց չի։ Լավ չես անում, ես քեզ կդաստիարակեմ, կսովորացնեմ, դու կհասկանաս, որ դա իմ ճանապարհն է։ Իմ ճանապարհի մեջ ես մարդկանց փրկության եմ բերելու, դու էլ տեսնելու ես, դու էլ փոխվես, որ հասկանաս, որ գնում են իմ ճանապարհի մեջ, որտեղ ձեր մտածածի։ Փառք ամենակարող Աստծուն, սիրելիս։ Այնց հավեսով լսում եք, չեմ ուզում կանգնեմ, ուզում եմ խոսամ։ Տեր օրհնի քեզ, իրականում սիրելիս, ուզում եմ ամփոփեմ ընդհանուր այսօրվա խոսքը։ Կարանք մենք, երբ որ ապրում ենք մեր մտածածով առանց Աստծո ծրագիրը մեր կյանք ընդունելու, մենք կարանք գնանք ուր ուզում ենք, ինչ ուզում ենք, ոչ մեկ մեր առաջ միգուցե չկարողանա քելք տնի կամ մեզ չնայած Աստված էլ մեզ չի ստիպում, նա առաջարկում է։ Աստված մեզ առաջարկում է, բայց այդ առաջարկության հետևը մեծ օրհնություն է։ Շատ մեծ օրհնություն է, սիրելիս։ Ո՞նց է կայանում անանում, որ սիրելիս լսենք Տիրոջից ու անենք այնպես։ Գնանք այնտեղ, որտեղ ինքն է տանում։ Որտեղ գիտես գնացածիդ մեջ, օրինակ Աբրահամը այդ երկրի մեջ տեսավ այն հրաշալի երկիրը, երևի ինքը միջև ննջելուց հասկանում էր, որ իր սերունդը ինչ օրհնված է լինելու, ինչ քաղցր հրաշալի երկիր է տվել Աստված իրան։ Մենք էլ գիտես, երբ որ գնում ենք Աստծո կամքի մեջ, մենք էլ ենք հասկանում, տեսնում, ինչքան է որ Աստծո առաջնորդության մեջ գնում ես, տեսնում ես հրաշքներ է լինում։ Գնում ես մարդկանց համար աղոթելու, զգում ես էլի, որ սրտի մեջ Աստված առաջնորդում է գնաս այդտեղ աղոթ կանես։ Քո մտածելով որ դրանք այնքան անհավատ են, դրանց համար ինչ աղոթեմ, ինչ անեմ, դրանք ոչ ընդունում են, ոչ էլ։ Բայց գնում ես երկու բառ հələ աղոթքիդ մեջ էլ մի քիչ հետ ու առաջ ես անում բառերը, բայց տեսնում ես իրավիճակը փոխվեց։ Ինչի՞։ Որտեւ Աստված տարավ։ Մենք մեզանից ոչ մի բան չենք կարող անել։ Ամեն բան Տիրոջով։ Տիրոջից եւ պետքա փառք բերի իրան։ Այո, այն օրվա որոշումը, որ մենք Հիսուսին կանգնեցինք, ասինք Հիսուս էլ ես չեմ, այլ դու ես,
Էլ մենք ոնց ասեմ, մեր կյանքի էլ սեփականատերը չենք, այլ պետքա սեփականատիրոջ խոսքը լսենք, իր առաջնորդությունը վերցնենք ու տենց էլ շարժվենք։